Բարի լույս սիրելի հետևորդներս, ինչպես եք, պատրաստում եմ, որ գնամ աշխատանքի, պես լինի, ես մի կտոր պերաշկի ուտեմ։ Առավոտուց սովոր չեմ ինչ-որ մի բան ուտելու, բայց ուրջից առաջ մի բան ուտում եմ, իմ հետևորդներն էլ են այդպես վարել եմ սուրճս ու տանից դուրս գամ։ Սիրելի հետևորդներ, ամենօրյա նույն ճանապարհը արդեն դարձել է սովորություն, սովորությունն էլ համառություն, համառությունն էլ հաղթություն, հաղթահարելով բոլոր դժվարությունները, բարդությունները, ինչու՞ չէ նաև հոգնածությանը, ես միևնույն ժամանակ ուրախ ու հավեսով գնում եմ հողամաս։ Շատ հաճելի, տաք եղանակ է, այսօր էլ մարդաշատ է ճանապարհը, մարդիկ շատ են, երեխաներ էլ կան, ոմանք գնում են, ոմանք գալիս են, այսպես գնում եմ, տեսնեմ ինչ կա, այսօր երեկ չեմ գնացել, սատիլները ջրելու ժամանակն է։ Երեխեք են որտեղից եք գալի։ Ամենավերևից։ Ինչ էիք անում վերևում։ Բարև ձեզ։ Ման գալու։ Բա ծաղիկ չեք հավաքել։ Բանջար չեք հավաքել։ Բան չի չէիք տարել դանակ։ Հա։ Ճանապարհին էլ երեխաների հանդիպեցի։ Մի քիչ խոսցրեցի։ Տխուր էին, ծաղիկ չէին գտել, որ հավաքեին, հենց այնպես տատիկի հետ զբոսնում էին, ոյ, ես մտածեցի, թե բանջար են հավաքում, Սիրելի հետևորդներ, հասա իմ չեխական կողպեքին։ Դուռը բացեմ առաջին հերթին էլի սատիլները ջրեմ։ Կարևորը դա է, դրանց համար եմ եկել։ Օ, ինչ է չորացել է։ Չոր։ Վազեմ ջուր բերեմ, տիկին Ամալիայի սատիլանոցը տենամ կհասցնեմ, ջրեմ իրանն էլ ջրեմ, շոքա, ամել կախի չա դուրս, շորերս կախ է, մի օր չեմ ջրե, իշքանա չորացել, Տիկին Ամալիայի սատիլներն է կջրեմ, որ մեկ էլ գործից հոգնած չգա։ Մենակ թե այդքան չարչարվել ենք լավ լինի։
լավ աճի։ Այս էլ ինչպես միշտ ծառի բաժինը։ Հիմա իմ սատիլները փակեմ։ Սատիլանոցս փակեմ։ Գնամ Ամալիային ջրը։ Որդներ տիկին Ամալյան աշխատանքի է։ Ես էլ իր այդ հողամասը չորնի խոդով մտնեմ, ես իրանց չորնի խոդն է, էլի, դուրը բացեմ, մի հատ ինչ եմ եկել, հիմնականը եկել եմ այսպես փոքր վեդրո տանեմ, որ ջուրը վերցնեմ, մեր խորովածի տեղը շուտով կանենք, հիմա էլ գնամ մի դույլ ջուր բերեմ, Ամալիայի սատիլներն ջրեմ, ինքը շատ ուշ է գործից գալի, մինչև գա ժամը 5-ն է, 5-ից հետո արդեն շատ ուշ է, ավելի լավ է ջրեմ, իրանք էլ շատ անգամ ջրել են, իմ այգին, ամեն ինչ էլ փող բաներ է, ջուրը փչացել է, երևի այս տարի մեր ոռոգման ջրերը քիչ կլինեն, որ հիմա է այսքան քիչ, ամառը ինչ կլինի, կամ եմ մի տեղից բացվել ու անկապ տեղը գնում, այս դույլն է կարելի է դնել այստեղ, թող մնա այդտեղ, փչունեն ու գնամ, չորնի խոդով, լավը կողպետ չեն դրել, դժվար է, օ, խորովածի փայտերը պատրաստ եմ, մեկ անք խորոված անենք, հասամ, հայ հասամ, հա, ահա, Ամալիայինը մի քիչ բարդ է, վրայից նորից ցելոֆան է գցել, ասա Ամալեն չես ցելոֆան գցել, վրայից, բա, տիկին Ամալյան կրկնակի ցելոֆան է գցել, հիմա ես էպտի զգուշ վերցեմ սրանք հերթով վերցնեմ ու նորից կփռեմ, ահա, էլի ուրախությամբ լինի Ամալիայի սերմերը, թող լավ աճեն, լավ բերք տա,
Խոնավությունը պետք է անպայման ապահովի։ Ահա, լավ ջրեցի, գնամ մի դույլը բերեմ։ Սիրելի հետևորդներ, 2 դույլ բերեցի ու ջրեցի։ Հիմա սա է դժվարը, որ սրանցով նորից պետք է փակեմ։ Հիմա մի քիչ կարող ծուռը մուռը լինի, բայց դե պիտի փակեմ։ Ոնց կար, այնպես էլ պետք է անեմ, այնքան է դժվար չի։ Քամի չի կարևորը, ահա, այդենց, ինչ է լավ ստացվավ, ինչ եղավ։ Լավ ձիգ քաշեմ։ Եվ վերջ, հեշտ հանգիստ, այն կողմից է ձգեմ, այս մասից էլ ձգեմ, վերջ, իմ այսօրվա կարևոր գործը սա էր, սատիլները, սերմերը ջրելը։ Հիմա լավ, վատ, ոնց արեցի, փակեցի, ինձ թվում է շատ լավ եղավ, ստացվավ։ Խորովածի փայտերն էլ մեզ են սպասում։ Բա, գանք ու խորոված անենք։ Ահա, ես էլ այսպես։ Անասուն բան չմտնի, կարևորը էտա։ Ճյուղերով այսպես փակեմ։ Կողմով չգա մտնի։ Ահա։ Կարելի է այսպես անել։ Վերջ։ Սիրելի հետևորդներ, հիմա այս մալինաներս պետք է էտեմ։ Շատ բերքատվեն այստեղից կոտրվել է։ Բայց հիմա ուզում եմ գնամ տուն, տան գործեր։ Ահագին աճել շատացել է մալինաները, շատ։ Ոյ, կարևորը սատիլների համար է եկել, առանձնապես ոչինչ չկա, հենց սատիլների համար, քանի որ տարածքում էլ մենակ եմ, մորթ չկա այսօր ընդհանրապես, ոչ մոտիկ հողամասերում, ոչ էլ հեռու հողամասերում։
Բայց ենքան հավես, խաղող, հանգիստ է։ Երկինքն էլ անպած, արև ամպ, բայց շատ տաք է։ Այս մասուրները պետք է կտրեմ, հա։ Անիրեսի պես եղել են, սրանց արմատները պտի նավթ լցնենք, վառենք։ Այստեղ շատ լավ հող է։ Այ։ Այս մալինաներն եմ ես հիմա էտում, մի կողմից էլ մանգռում, մոշեր են սաղ ամբողջը։ Քո։ Մի կողմից կտրենք, մի կողմից էլ մաքրենք։ Ոյ։ Խրցով մասուրներ են։ Ոսո ունեք պետք։ Երևի միակ տարբերակը նավթ լցնել վառելն է, որ քոքը վառվի։ Ոյ մազերս մի կպի։ Էսի մալինա է, մալինաները չեմ կտրում, էտում եմ, մովի պես։ Վայ։ Այս մալինա։ Չեմ թող։
քոսող կպավրե։ Այստեղ է շատ կան։ Օխ մոտերս։ Ան իրեսի պես եղել են։ Ոյ, լես մոշի քոքեր։ Այստեղ են ասում, չէ, քոքդ կտրվի։ Օպլա։ Նենց է ծաղկում են, ոնց որ արյան անալիզ վերցեն։ Վայ։ Ես նորից աճելու է։ Վայ։ Գորդեմ քեզ։ Մի կերպ կտրեցի, հիմա մանգրով քաշեմ, որ բացի։ Երևա, որն եմ թողել, որն եմ կտրել։ Էլի մնացել է, այդ էլ կտրեմ ու տեսնենք։ Մնացես խառնի ճաղանջը։ Ստեղ լարի մասուրը։ Ոյ։ Հեսա կտրելն ու աժար տալը մեկ կլինի։ Աժար վայքի բարբառովը ասում ենք ճյուղավորվել, քնդել։
Ой, մալինա էր։ Ինչ լավ կաճի։ Սինչա մալինա։ Օխ։ Էտովի մասուրա, էտում ենք, որ լավ լինի։ Օպլ, համե ցանկապատ է ինքը, այսպես։ Սիրելի հետևորդներս տեսնում եք, չէ, ինչքան դժվար աշխատանքներ են, բայց պիտի այս տարի տեղը տեղին մաքուր լինի։ Ինչու, որովհետև տղաս կգա, թող մաքուր տենա, սիրում եմ մաքուր աշխատանքը, մաքուր գործը։ Իհարկե կվառեմ սրանց։ Ինքս արանք։ Այս արանքներն էլ մանգռը չի մտնում, ձեռքով եմ քաշում, հանում չոր տերևները, թող մաքուր լինի։ Քոքներդ կտրվի։ Բան ենք ասում, բայց դրանք էլ են բույսեր։ Այնքան բույսեր կան, որ մեր համար անպիտան են թվում, բայց դե շատ առողջարար հատկություն ունեն։ Հետևորդներ, սա էլ իմ այսօրվա աշխատանքը սերմերը ջրելու համար, բայց սիրտս չտարավ, այս ցանկապատի տակով մաքրեցի, սրանք իմ մալինաներն են, ընդամենը մի քանի հատ էր, մի 4 հատ էր ու շատացել է, ինքը շատ շատանում է, մաքրեցի, մոշերը, մասուրները կտրել եմ, վառելը այսօր չէ, այս էլ անցած տարվանն է, այսպես շուրտամ խոնավա, թող չորանա, որ սրանք էլ գան վառեն, խոնավ անցած տարի լցրեցինք ու չենք արել, չվառեցինք,
Չնայած հիմա այս տակը հումուսացել է, պարարտանյութ ա եղել։ Ահա։ Բավական է։ Այսօրվա համար այսքանը բավական է, վերջ։ Չորանա, երևի վաղը կգամ, հողամաս կվառեմ։ Վաղը հաստատ կգամ, էլի կվառեմ։ Ձեռնոցները տանեմ իրա տեղը։ 2 րոպե այստեղ նստեմ, այս դեղցենիների մոտ կան աշխատելու եղանակ, այն որ մարդ լինի, հանգիստ աշխատես։ Մինչև ժամը 6-ը, 7-ը մեքենայով լինես, մեքենա որ ունենայի, հաստատ չէի շտապի, լավ կաշխատեի, գործ կանեի, բա սիրելիներս, տանն էլի գործեր ունեմ, գնամ տեսնեմ, հանգստացա, բայց կարարս չի տանում, հլեմ ստեղ էլ մանգռնեմ նոր, հա նայում եմ, հա գործս, ասում եմ լավ, ես էլ անեմ, ես էլ անեմ, սա էլ անեմ, ես էլ անեմ, սա էլ անեմ։ Ինչ պրովոդ մտոր որ ժամանակ մանգաս չես ճարի Մնաց այն մասը են էլ անեմ, հակ ասեմ են էլ անեմ, այսօր կմնամ այստեղ ու տուն չեմ գնա, աշխատանքը, այն հատվածը, այն ցանկապատի մասերով, եթե իհարկե այսօր չանեմ, դա, եթե իհարկե խելքս կարտոֆիլի տեղն է չսարքեցինք, այս տարի չգիտեմ որ մասում կարտոֆիլ աճեցնենք, այ անիր ես մասուրներ, բերենք սրանց վրա լցնենք չորս,
ասացի այն հատվածն էլ հետո, էլ ինչ հետո։ Սա իրես եմ անում, խորացված ձևերով պետք է մաքուր մաքրեմ։ Ենքան փափուկ հողաստ է։ Սիրելի հետևորդներ, աշխատանքս վերջացրեցի ու գնում եմ տուն, վոլա։ Մենամ կդառնամ արջի բաժին։ Պայուսակս վերցնեմ, ես էլ դնեմ այստեղ ու գնամ։ Մկրոտս տանում եմ, չեմ թողում, չեխականս էլ փակեմ, կովերը չմտնեմ ու գնացի։ Սիրելի հետևորդներ, հիմա եկել եմ տուն, իմ տան սերմերն եմ ջրում ամանների մեջ, որ ցանել էի։ Սա ջրեցի արդեն ու ցելոֆաններով այսպես փակել եմ, իրանք տաքություն են ապահովում, ամեն մի լոլիկի այդ թուղթն էլ դրել եմ մոտը, որ իմանամ որը որից հետո եմ։ Ահա, հիմա հերթը հասավ սրան։ Հերթով բացեմ ու ջրեմ, դեռ չեն ծլել, չեն աճել։ Ստեղա, արի, սա էլ ջրեցի, էլի ցելոֆանով փակում եմ։ Համ խոնավություն են ապահովում ցելոֆանները, համ էլ տաքություն։ Դուրսն էլ պատուհանից այն կողմ տեսնում եք, չէ, արկղ եմ դրել, դրա մեջ էլ պետք է լոլիկ ցանեմ, հողը կա, արկղը կա, բայց ժամանակ չկա։ Առաջինը խոտերն են աճել, փոքրիկ խոտերը են առաջինը աճել, քիչ լցնում եմ, այնքան որ խոնավությունը պահի։ Այս 3 ծաղկամանը սև լոլիկներն են, հեսա սրանք են, դրել եմ այստեղ ջերմոց են էլի, ծաղկաման ջերմոցներ տան պայմաններում։ Սրանք յուրահատուկ սորտեր են, ուզեցի առանձին դնել, որ իմանամ ինչ է լինում, ինչ չի լինում։ Մի փոքր եմ ջրում, այնքան որ խոնավությունը, ոյ, առաջին ծիլը նկատեցի, սիրելի հետևորդներ ջան, հեսա, եթե դուք էլ նկատեցիք, սա է, հա, հեսա, փոքր աճելա, լոլիկն է, հա, լոլիկը աճելա, առաջի ծիլերը նկատեցի, լավ, թող լինի, փակեմ, տեղ ուզում եմ մի բան ցուցադրել, տեսեք, ծնեփեկն է, որ կտրեցի է, հին, այս տարի չեմ նկատել, ես 2 օրվանն է այսպես աճել, հեսա ինքը ծաղիկների պես տենց բան է, կանաչն է, այս տարի ավելի հաստ է, կարելի է տանել ծաղկամանների մեջ դնել, սրանք էլ պղպեղներն են, պղպեղներն է կջրեմ, 2 աման էլ պղպեղ, բուլղարական են պղպեղներն են, սա էլ ջրանք և վերջ, լոլիկը շուտ է աճում, պղպեղը ոչ, և այստեղ ինչ պղպեղներ ունեմ, 1, 2, 3, շատ են
բռնել պղպեղները 4 հատ կա ու էլի ծաղկում, այն մյուսի վրա էլ կա։ Հողամասի գործերը վերջացրեցի եւ սա էլ իմ տան հողամասն է, կարելի ասել։ Սերմերս էլ նայեցի, ուսումնասիրեցի, ծլողականությունը ստուգեցի, առաջինը սև լոլիկներից են ծլել։ Եվ այսպես փակեմ պատուհանը, այստեղ գործնեությունս ավարտեցի ես։ Բա